Գևորգ եպիսկոպոս Սարոյան մայրաթոռի կայքում այս էջն այլևս փակված է։ Երեկ երեկոյից Էջմիածինը նրան մեզ նման աշխարհիկ մեկը դարձրեց, զրկեց եպիսկոպոսական կարգից։ Կաթողիկոսի որոշմամբ Գևորգ Սրբազանը հիմա Արման Սարոյանն է, մեջբերում մայրաթոռի հաղորդագրությունից։ Կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով թեմի բնականոն գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Այս եպիսկոպոսն ըստ մայրաթոռի եկեղեցական կանոններից շեղվել է անկարգ գործողություններով դրժել հնազանդության ուխտը։ Եկեղեցու բարձրագույն եպիսկոպոսական դասից զրկելու դեպքերը շատ չեն։ Այսպիսի բան մեկ էլ 18 տարի առաջ էր։ Բանակի տոնին այսօր եռաբլուրում էր ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորական շքախմբի հետ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։ Զինվորական պանթեոնում վեհափառը շուրջ կես ժամ լռեց բազմաթիվ հարցերին ի պատասխան։ Վեհափառ եպիսկոպոսների ժողով հարկավոր էր Գևորգ Սրբազանին կարգալույծ անելու համար, թե ոչ։ Իր հրաժարականը պահանջող մյուս միաբաններին էլ է նույնը սպասվում։ Փաշինյանի մեղադրանքներին կարձագանքեք, զավակ ունեք, ձեզ կձերբակալեն, վեհափառը անբար քայլեց հարցերի տարափի ներքո։ Չունեք մտավախություն, որ ձեզ եւս կձերբակալեն։ Լռությունն ընդհատեց կարճ ժամանակով հիշեցնելու, թե ինչի համար են հավաքվել։ Մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև։ Նրան ուղեկցող հոգևորականները նույնպես հրաժարվեցին մեկնաբանել եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը։ Միայն Մուշեղ Սրբազանը կես բերան նետեց, եպիսկոպոսական ժողով այդ որոշման համար պետք չէր։ Եպիսկոպոսական ժողովը այլ հարցերի համար է լինելու Վիեննայի հարակից քաղաքում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շուրջ 30 տարվա հոգևորական էր։ Նրան կուսակրոն քահանա, ապա եպիսկոպոս ձեռնադրել ու օծել է Գարեգին II կաթողիկոսը։ Նա Մասյացոտնի թեմի առաջնորդն էր։ Շուրջ 2 ամիս առաջ Գևորգ Սրբազանը 9 այլ միաբանների հետ միացավ Նիկոլ Փաշինյանի վեհարանը վեհափառից ազատելու արշավին։ Մինչև այդ բացառում էր, թե որևէ հոգևորական կմիանա վարչապետին, միացողների ապագան էլ գիտեր։ Եթե դու դեմ գնացիր նվիրապետության որոշմանը, դիրքորոշմանը կեցվածքին, այդ ժամանակ դու դառնում ես ուխտադրուժ։ Հետո արդեն Գևորգ Սրբազանը հայտարարեց կաթողիկոսին պաշտպանում էր, որովհետև չգիտեր, որ նա եկեղեցին ծառայեցնում է արտաքին ուժերին։ Մինչև այս կարգալուծության որոշումը մայրաթոռը Գևորգ Սրբազանին պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այնտեղ նոր առաջնորդական տեղապահ էր նշանակվել, սակայն թեմի նախկին առաջնորդը դատի տվեց մայրաթոռին։ Դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի։ Մասյացոտնի թեմն այժմ 2 անհավասար մասի է բաժանված։ 24 քահանաներից 20-ը նորանշանակ տեղապահի հետ են, 4-ը այժմ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսի։ Մասիսի առաջնորդանիստ եկեղեցին նախկին եպիսկոպոսի հսկողության տակ է։ Տարածքից չեն հեռանում նաև ոստիկանները։ Կարգից զրկված հոգևորականը մեր զանգերը անպատասխան թողեց։ Եկեղեցու բարենորոգման գործին միացած միաբաններից մեկի հետ զրուցեցինք, ասաց կաթողիկոսը չարաշահում է իր պաշտոնը։ Առանց եպիսկոպոսական ժողովի կամ առանց նրանց գրավոր համաձայնության եպիսկոպոսի կարգալուծություն չի կարող լինել։ Իշխանական թիմից էլ շտապում են կրկնել Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, նրա որոշումները ոչինչ չեն նշանակում։ Հայ եկեղեցին մինչև այժմ հստակ ու կանոնական պատասխան չունի, թե ինչ է կարգալուծությունն ու ինչպես պիտի արվի, ասում է նախկին վարդապետ Սարգիս Յազիչյանը։ Տեր-Զավեն վարդապետը 8 ամիս առաջ կարգալույծ հռչակվեց։ Այդ որոշումը չի վիճարկում, բայց ասում է տասնամյակներով չլուծվող հարց է դարձել, եկեղեցին սահմանադրություն չունի։ Մինչև այսօր փաստաթղթավորված, այսինքն թղթի վրա գրված որևէ կանոն, որևէ օրենք, որ հաստատված է եկեղեցու կողմից, որ իմանաս այս մարդը խախտում է օրենքը ու պետք է պատասխանատվություն կանչվի, չկա նման բան։ Կաթողիկոսը եպիսկոպոս է, որը հավասարների մեջ առաջինն է, իրավունք չունի
մի եպիսկոպոս մյուս եպիսկոպոսին պարզապես լինի քմահաճություն, լինի, չգիտեմ, անձնական ող կամ ինչ որ անձնական դրդում կամ կամայականություն իրավունք չունի պարզապես միանձնա կարգալույծ անել մյուս եպիսկոպոսին։ Եպիսկոպոսին կարող է կարգալույծ անել եպիսկոպոսական ժողովը։ Ըստ նախկին հոգևորականի խնդիր է նաև այն, որ եպիսկոպոսական կարգից զրկվելուց առաջ հոգևորականը զրկվել է իրեն պաշտպանելու հնարավորությունից, մայրաթոր քննարկման չի կանչվել։ Էջմիածնի հայտարարությունից հասկանում ենք, թե մի առաջնորդը պաշտոնանկությունից հետո պետք է մայրաթոր մայրավանք տեղափոխված լիներ։